1985 թվականից Արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, սկսեց ներթափանցել ռուսական բոլոր տարածքները, քանի որ Ռուսաստանը թուլացել էր եւ այդ թուլությունից պետք է օգտվեր Միացյալ Նահանգները մինչև վերջ եւ իրենք օգտագործեցին իրենց փափուկ ուժը, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները եւ այլ ուժերը, որը կարող էին օգտագործել։ Եվ իրենք այդ փափուկ ուժի կիրառմամբ Ռուսաստանին հնարավորին չափ թուլացրեցին իր շրջակա միջավայրի մեջ, որը կոչվում էր Կենտրոնական Ասիա, որը կոչվում էր Անդրկովկաս, որը կոչվում էր Արևելյան Եվրոպա։ Եվ իրենք թուլացրեցին եւ փաստացի իրենք կարողացան դուրս մղել այդ ամեն ինչից։ Մեր տարածաշրջանում բոլորս լավ կհիշենք, որ դեռևս 1993 թվականի վերջավորությամբ հայկական զորքերը ի վիճակի էին գրավել Նախիջևանը, քանի որ այնտեղ ոչ զորք կար, ոչ մարդ կար, ոչ էլ ուրիշ մի բան, եւ դատարկվել էր այդ տարածաշրջանը։ Բայց այն ժամանակ Ժիրար Լիբարիտյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով չիրականացվեց Նախիջևանի ազատագրումը։ Նախիջևանի կարևորությունը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր էր, քան թե Արցախը։ Բայց դա իրենք թույլ չտվեցին, քանի որ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում դա թույլ չէր տալիս։ Իսկ եթե այն ժամանակ ազատագրվեր Նախիջևանը, այսօր մենք այս իրավիճակը չէինք ունենա։ Մեր տեղը, դիրքը, ամեն ինչը տարածաշրջանում այլ պատկեր կունենար։ Եվ այսպիսի ստորացած վիճակում չէինք լինի։ Ուստի այն ինչ որ արեցին այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը, քանդեցին հայկական ամբողջ պաշտպանական համակարգը։ Եվ որպես, այսպես ասած, ժամանակավոր նվեր մեզ հանձնեցին Արցախը։ Եվ հետո մեր ձեռքից առան 5000 կորուստով։ Դուք կարծում եք Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը չէր հասկանում սա, իրենք շատ լավ էին հասկանում։ Իրենք էին դա իրականացնում։ Ռոբերտ Քոչարյանը դա չէր հասկանում, ինքը շատ լավ էր հասկանում։ Շատ էլ որ ինքը դաշտային հրամանատար է։ Բայց վերջորոշու ինքը տեսնում է խաղադաշտում ինչպիսի տեղաշարժեր կան։ Միացյալ Նահանգները միշտ խուսափում է հզոր պետությունների հետ ուղիղ առճակատումից։ Դրա համար ինքը Եվրոպային է քաջալերում կռվել Ռուսաստանի հետ, Տայվանին, Ճապոնիային է քաջալերում կռվեն Չինաստանի հետ։ Ինքը ուղիղ պատերազմի մեջ մտավ Իրանի հետ, քանի որ իր հաշվարկներով կարող էր Իրանը շատ արագ վերացնել եւ քաոսային իրավիճակ ստեղծել Իրանում։ Բայց այդպես չեղավ։ Եվ հիմա քաջալերում է արաբական Պարսից ծոցի շուրջ գոյություն ունեցող արաբական երկրներին, որպեսզի իրենք հարձակվեն Իրանի վրա եւ ինքը դուրս գա այդ ուղիղ առճակատումից։ Նույնպես ներկայությամբ Միացյալ Նահանգները փորձում է արհեստականորեն Թուրքիայի համար ստեղծել հեղինակություն արաբական երկրներում, որ իբր թե Թուրքիա-Իսրայել հակասություն կա, բայց ոչ մի հակասություն գոյություն չունի, ոչ մի խորքային հակասություն չկա։ Շատ էլ որ իրար հայհոյում են Էրդողանն ու Նաթանյահուն։ Դե եղել է միշտ էլ Ադրբեջանը Թուրքիայից սիրում է, թե Ռուսաստանի տարածքում է գոտին բաժանված։ Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, ինչպես Վրաստանը, իրենք ուզում են գնալ դեպի արևմուտք, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք գտնվում են սպիտակ արջի թաթի տակ։ Այնպես ինչպես որ 1918-ից 20 թվականը արևմուտքը կարողացավ համոզել Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին դաշնակցությանը, որ հանձնի Կարսը, այսօր Նիկոլը նույնպես հանձնեց Շուշին եւ Արցախը, եւ պայքար մղել սովետական ուժերի դեմ, որի արդյունքում մենք տարածքներ կորցրեցինք, Նախիջևանը մեր ձեռքից առան, Արցախը վերցրեցին, նույնն էլ հիմա են արում։
Նույնն էլ հայ քաղաքական գոյություն ունեցող այսօրվա էլիտան, իշխանությունները համոզված են, որ արևմտյան նավատորմը բարձրանալու է Մասիս սարերը։ Հիմա դրոններով են գալիս, ոչ թե ներքևից են բարձրանում։ Բայց իրավիճակը նույնն է։ Վերևից են թռնում։ Բայց իրավիճակը նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Վերջի 500 տարվա ընթացքում աշխարհում ոչ մի բան չի փոխվել։ Աշխարհի ուժերի դասավորվածությունը վերջի 500 տարվա ընթացքում եւ խնդիրները նույնն են մնացել։ Տիրանալ այլ պետությունների բնական ռեսուրսներին։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Մինչև որ արտաքին քաղաքականության վարելը, սկզբից մենք կփոխեինք կրթական համակարգ։ Կհստակեցնեինք Հայաստանի անվտանգային համակարգը։ Կհստակեցնեինք Հայաստանի տնտեսական համակարգը։ Սրանք ոչ մեկը հեծանիվ օրինել չի, հա։ Բոլոր կան։ Եվ այնպես չի, որ մենք ենք ստեղծել կամ բան ենք արել։ Ոչ, դեռևս ստեղծվել էր 60-ական թվականի սովետական Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից։ Եվ ինքը շատ հստակ ու շատ ազգային ծրագիր էր, բայց իրենք այդ ամեն ինչը քողարկեցին կոմունիզմի զարգացման տակ։ Եվ հետո վերջը մենք գանք անվտանգության, արտաքին քաղաքականության հետ։ Քանի որ եթե դուք ուզում եք վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ինչ որ չափով ինքնուրույն կամ այսպես ասած անկախ քաղաքական արտաքին քաղաքականություն, դուք պետք է ունենաք հզոր հասարակություն։ Իսկ հասարակությունը հզորանում է, երբ որ ունի հստակ կրթական համակարգ։ Եթե դուք ջլատված եք ներսից, ինչ արտաքին քաղաքականության մասին է խոսվում։ Եթե դուք չունեք տնտեսություն, ինչ արտաքին քաղաքականության մասին է խոսվում։ Եթե դուք չունեք անվտանգության համակարգ, ինչ արտաքին քաղաքականության մասին եք խոսում, կներեք։ Արեք մենք մեզ չխաբենք, երազախաբությամբ չզբաղվենք։ Չէ, ես եմ ուզում այստեղ ավարտել, ուզում եմ վերջին հարցս էլ տալ, բայց նախորդ իմ հարցին դուք ասացիք եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, եւ Հայաստանը ձգտում են դեպի Եվրոպա, բայց նրանք երեքն էլ գտնվում են սպիտակ արջի տակ։ Կներեք, Եվրոպան մեռած կենդանի է։ Այդ դեպքում Եվրոպան գոյություն չունի։ Ահա, նա մեռած կենդանի, իսկ սպիտակ արջը ռեալ ուժ է։ Ըստ ձեզ։ Եվրոպան մեռած կենդանի է։ Պարզապես բոլորը ուզում են, որ ինչ-որ ճոխ հուղարկավորություն անեն, որի ֆինանսական միջոցները չունեն։ Եվրոպան Եվրոպա էր, քանի դեռ ուներ Աֆրիկա, եւ այնտեղի բնական ռեսուրսները թալանալով հարստանում էր։ Հիմա չունի։ Եվրոպային քացով դուրս են շպրտել Աֆրիկայից։ Ինչով է ուզում հզորանա։ Ինչ բնական ռեսուրս ունի Եվրոպան։ Այն գիտակրթական եւ մնացած ամեն ինչ որ ունի, արդեն այնտեղից գաղթում է։ Պարոն Պետրոսյան, այդ դեպքում, եթե դու գտնվում ես սպիտակ արջի տակ, ինչու ես քո կրթական համակարգը վերականգնում, վերանայում, տնտեսությունը վերականգնում, նա մնա շարունակի մնալ սպիտակ արջի տակ, ինչպես Բայց ես ասացի, որ մնա սպիտակ արջի տակ։ Այ հիմա հարցնում եմ, ինչ դրա համար հարցեցի, ինչ կանեիք դուք։ Երկրորդ հերթին Արեք անկեղծ լինեք։ Անկեղծ հարցնում եմ։ Արեք մեզ չխաբենք։ Խնդրեմ։ Ռուսաստանը 1800-ական թվականներին Թուրքմենչայի եւ Գուլիստանի պայմանագրով հայության քանակը մեր տարածաշրջանում, որը հայկական էր, շատացրեց։ Պայմանագրերի մեջ հստակ նշված էր, որ Պարսկաստանի կառավարությունը պետք է թույլ տա այդ երկու պայմանագրերով մի քանի հազար հայություն հետ վերադառնան այս տարածաշրջան։ 150,000 մասին է խոսքը։ Ամեն մեկով 150,000, լինում է մոտ 300,000 հայության մասին։ Այն ժամանակվա համար դա շատ մեծ թիվ էր։ Սա մեկ։ Երկրորդ հերթին Ռուսաստանը աշխարհի խոշորագույն պետություն է իր տարածքով։ Մոտ 19 միլիոն քանի 100,000 քառակուսի կիլոմետր։ Արդյոք ինքը խնդիր ունի Հայաստանը վերցնի։ Հայաստանը իր համար կարևոր է անվտանգային առումով։ Լավ, ինչ կլինի, որ այդ անվտանգային պարտականությունը մենք ինքներս կատարենք մեր ձեռքով։ Նույն սովետական միության ժամանակ չէր, որ
հայ քաղաքական էլիտան Զարուբյանի եւ մնացածի գլխավորությամբ կարողացան Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական պետությունից սարքել լուրջ արդյունաբերական պետություն։ Ձեզ կպատասխանեն առաջին հանրապետությունը եթե չքանդեին Առաջին հանրապետությունը եթե չներխուժեր մենք էլի կկարողանայինք առաջին հանրապետությունը երբ որ ստեղծվեց ուներ 67000 քառակուսի կիլոմետր։ Իսկ Ալեքսանդրապոլի պայմանագրով, որ Սիմոն Վրացյանը ստորագրեց, ինքը համաձայնվել էր ընդամենը 9000 քառակուսի կիլոմետրով։ Եթեներով չենք խոսում, մենք խոսում ենք փաստերով։ Նիկոլն էլ կասի, որ եթե ինձ չխանգարեին, բայց ով էր խանգարում, Արցախը ձեռքի տակ էր, Արցախը համարվում էր Հայաստանի էներգետիկ համակարգի, սննդամթերքի, գյուղատնտեսական, ամեն ինչի ջրային ռեսուրսների անվտանգության վահանը, ինչու հանձնեցիր Թուրքին։ Ինչ արեցին։ Ոչ մի բան չունի ինքը։ Չէ, ինքը ոչ մի բան չունի։ Դա ինչ-որ կադաստրի մասին էր խոսում, կադաստրի թղթի մասին էր խոսում եւ Հայաստանի Նիկոլը ինքը սահմանների գիտեք ինչ է, երբ որ ցանկացած գողի կամ մարդասպանի կամ հանցագործի որ բռնում եք, այդ մարդը ունի հստակ պատասխան։ Հա, ուզում եմ ասեմ, չեմ ուզում կրկնեմ պատասխանը, բայց այդ ժամանակ արեք հանցագործներին էլ արդարացնենք, ասենք այդ մարդը ունի հստակ պատասխան։ Արդարացնելու մասին չի խոսքը, հարցս այն դուք ասում եք Եթե դուք պնդում եք եւ կրկնում եք նույն պատասխանը, որը ասում եմ, նա այդպես է պատասխանում։ Ես ասում եմ, որ դա դավաճանի պատասխանն է, դա հանցագործի պատասխան է։ Եթե այդպես լիներ, աշխարհը իմ արդեն հանցագործությունը տարել էր։ Բոլոր դատավորներ կասեն, քանի որ հանցագործը ունի հստակ պատասխան, մենք ներում ենք այդ հանցագործին։ Պարոն Պետրոսյան, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետականություն պետք է ունենա, թե ոչ։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ աշխատում են այդ ուղղությամբ, անկախությանը, ոչ թե բառերով, լոզունգներով, խոսքով, այլ իրականության մեջ չեն կարող դեմ լինել Հայաստանի անկախությանը։ Իզորու է ունենալ Հայաստանի Հանրապետությունը միանշանակ, այո, քանի որ մենք ունենք երկու հիմնական լծակ։ Մեկը մեր արմատներն է, մեր էությունն է, որը որ շատ խորն է, երկրորդը սփյուռք, որին 35 տարվա ընթացքում փորձել են ջլատել, ստորացնել, Հայաստանից հեռացնել։ Եթե մենք կարողանանք այս երկուսը իրար հետ համախմբել եւ հստակ պետական եւ ազգային ծրագիր ունենալ, միանշանակ այո։ Ինչու որ ոչ։ Մենք այժմ ամուր ենք եւ ունենք այդ հեռանկարը։ Ոչ, չունենք ամրություն, մենք չունենք այդ հեռանկարը ներկա իշխանության հետ կապելը նման է նրան, որ Տիտանիկը նկարել, խորտակվում է, կործանվում է, իսկ մենք կայնած կողքից փրկարարական օղակը մեր թևերի տակ է եւ նկարում ենք։ Հարվածը ադրբեջանա-թուրքական կողմից է պետք սպասել, թե ռուսական կողմից է պետք սպասել։ Եթե շարունակվի այսպես, հարվածը լինելու է բոլոր կողմերից, ինչու՞ չէ նաև Իրանի կողմից։ Երբ որ դուք ժողովրդին մղում եք դեպի կողմնորոշման, բայց չեք իրեն պարտադրում, որ ինքնորոշվի, այդ ժամանակ լինում է այն քաոսը, որ այսօր կա։ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչ օրս բոլոր նախագահները, բոլոր կառավարությունները մղել են հայ ժողովրդին կողմնորոշվելու, բայց ոչ մեկը չի քաջալերել, որ ինքնորոշվենք մենք, որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն։ Ինչ է նշանակում ինքնորոշում, չի մղում դեպի ինքնորոշման։ Ինքնորոշում շատ պարզ բառ է։ Մեր ինքնությանը գնանք։ Մեր արմատներին վերադառնանք, որպեսզի հասկանանք ով ենք, ինչ ենք եւ ինչ նպատակ ունենք այս աշխարհում եւ ինչ ենք ուզում իրականացնել։ Մեզ 35 տարի է ասում են, որ արևելք թե արևմուտք, բայց խնդիրը դրանում չի։ Մեր ինքնությունը ոչնչացնում են բոլորով, սկսած Լևոնից մինչ օրս, ամեն մեկը յուրովի, եւ հետո ասում են կողմնորոշվեք։